Տեսեք, ինչ վերաբերվում է հարցին քաղաքական հետապնդում է թե չէ, սա ոչ թե քաղաքական հետապնդում է միայն, սա դասական, քրեստոմատիկ քաղաքական հետապնդում է, որը ես համոզված եմ, քաղաքագիտությունը ուսումնասիրող ուսանողները ուսումնասիրելու են, թե որ հատկանիշներն են քաղաքական հետապնդման, երբ որ բարձրաստիճան պաշտոնյան հրահանգում է վերջին բարերով, հա, փողոցային բարերով, ունե զրկել, բռնել եւ այլն, մեկ էլ սկսում է մի գործընթաց, որը ընդհանրապես օրինականության հետ կապ չունի, դա քաղաքական հետապնդում է։ Ասեմ ավելին, այն գործը, որը այսօր այ գործի շրջանակներում, որում ձերբակալվել է պարոն Ծառուկյանը, գիտեք, սենց ասեմ, հետաքրքիր դրվագը որն է, որ այդ գործը, որը վերաբերվում է իրանցի, հա, գործարարների, հայ-իրանական առևտրային տնի, ինքը արդեն իսկ քննվել էր Իրանում, Իրանի դատարանը որոշում էր ընդունել, որ այնտեղ չկա ոչ մի սենց մեքենայություն, ոչ մի հանցագործություն, կա երկու տնտեսվարող սուբյեկտների միջև Իրանի դատարանը, հուսամ այստեղ չկա, չէ՞ մարդով կարող է կասկածի, որ Գագիկ Ծառուկյանը ճնշում է գործադրել Իրանի կառավարության վրա իշխանությունների, որ իրենք տենց որոշում ընդունեն։ Չէ, չկա, չէ, համոզված եմ։ Եվ այս պարագայում ասեմ ավելին, համացանցում կան հրապարակված պաշտպանների կողմից փաստաթղթերի ցանկ, որտեղ շատ հստակ եւ պարզ երևում է, որ եթե պետք էր, օրինակ ինչ-որ քրեական գործ հարուցել, ապա պետք էր իրանցիներ այն մարդկանց հանդեպ հարուցել, որովհետեւ իրանք իրանց ձեռով իրանական դատարանի որոշմամբ պարտավորագիր էին գրել, որ պարտքեն Գագիկ Ծառուկյանի սեփականության մեջ գտնվող հիմնարկին։ 14 միլիոն, եթե չեմ սխալվում։ Այսինքն այստեղ բացահայտ, ակնհայտ, պարզ, առանց ոչ մի բանի, երևում է, որ սա քաղաքական հետապնդում է։ Մարդը հանգիստ իր տան մեջ ժպիտով ընդունում է մարդկանց, ովքեր եկել են իրան ձերբակալեն, թափում են վրեն, գցում են գետնին, ընդ որում հավատացնում եմ ձեզ, իմանալով Ծառուկյանին, հաստատ ինքը չէր դիմադրում, էլի։ Սա անկեղծ եմ ձեզ ասում։ Ընդհանրապես չէր դիմադրում։ Եվ այստեղ, երբ որ մենք փորձում ենք հասկանանք, հարց են տալի, ասում են դուք տեսել եք այդ կադրերը, ասում են չէ։ Հավատանք էլի, հավատանք, պարոն Մաթեոսյան, եկեք հավատանք։ Այսինքն մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ որ նույնիսկ, գիտեք, ավտորիտարիզմը եւ ֆաշիզմը գրոտեսկ է։ Ծաղրանկարի է նմանվում այս ամբողջ process-ը։ Լուրջ մարդը, դա այն մարդը չի, որ կոստյում գալստուկով է, հա, ներողություն այս բաները, լուրջ մարդը կամ լուրջ քաղաքական գործիչը շատ կարևոր մի առանձնահատկություն պետք է ունենա, չդարձնի ֆարս յուրաքանչյուր գործընթաց։ Եվ այո, սա քաղաքական հետապնդում է, առանց կասկածի քաղաքական հետապնդում, այլ խոսք, որ սրանց քաղաքական պապաները Անկարայից, Բաքվից, Բրյուսելից ու Վաշինգտոնից աշկերտները այսպես փակում են բանում, բայց ինչքան ես ասեմ ավելին, այս process-ն էլ երկար չի տևի։ Այնտեղ էլ են շատ զարմանում լիքը բաների, որովհետև բռնապետությունն էլ էլի պետքա կամ բռնապետական կարգերն էլ պետքա որոշակի գործընթացներ այնպես գեներացնեն, որ պայմանական ֆորմալ առումով գոնե, հա, ինչ որ մի բան երևա։ Եվ թույլ տվեք օգտագործելով, հա, առիթը եւս մեկ անգամ հիշել Արմենին, ցավոք այդ գրոտեսկը, այդ հա աննորմալությունը հանգեցնում է նրան, որ մենք կորցնում ենք մեր ընկերներին, Արմենի մասին եմ ուզում էլի ասեմ, Աստված հոգիդ լուսավորի Միխալիշյան։ Իսկ պարոն Ծառուկյանի մասով, այո, հաստատում ենք քաղաքական հետապնդումը, այո, հաստատում ենք դատարկ փուչ գործը, այո, հաստատում ենք, որ մենք մեր սկզբունքները, մեր այն բոլոր, հա, ասածները, որ ասել ենք, մենք այդ ամեն ինչին պատասխանատու ենք եւ տեր ենք, խնդրեմ։